Ես շատ կարճ եմ խոսելու, ընդամենը երկու պատգամ եմ ձեզ ուղղելու, ձեզ սիրելի գյումրեցիներ և այն քաղաքացիներին, որոնք ուղիղ հեռարձակմամբ հետևում են մեզ։ Կուզեք պատգամ, կուզեք խնդրանք, կուզեք պահանջ։ Առաջինը, ես կոչ եմ անում բոլորիդ դեկտեմբերի 6-ին անպայման գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել ոչ։ Ես կոչ չեմ անում շեշտադրումով, որ հենց ոչ քվեարկել։ Կասկած անգամ չունեմ, որ գնացողը ոչ է քվեարկելու։ Ես կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամաս, գնալ և օգտագործել քաղաքացուն տված այդ իրավունքը, քվեի իրավունքը։ Քարոզչությունը արդեն մեկնարկել է։ Քարոզչություն իրականացնողները արդեն շատ գյուղերում են եղել Հայաստանի, շատ համայնքներում։ Հավատացեք, այոն ոչ մի սոցիալական հենարան Հայաստանում չունի։ Բոլորը մտածում են ոչ, բոլորը մտածում են այնպես, ինչպես մենք այստեղ կանգնած։ Եվ բոլորը շատ լավ հասկանում են, ինչ է այս պլանը, ինչ է իշխանությունների այս վերարտադրման պլանը։ Դրանում մի կասկածեք, վստահ եղեք, հավատացեք, ամբողջ ժողովուրդը ոչից է, ամբողջ ժողովուրդը պետք է գնա և քվեարկի ոչ։ Դուք ինձ կհարցնեք, որ շատ անգամ քվեարկել ենք և իրականում հաջողության չեք հասել։ Այո, մեզ շատ անգամ չի հաջողվել արձանագրել այն, ինչը ցանկացել է տեսնել քաղաքացին։ Կան խնդիրներ, բայց եկեք անկեղծ լինենք, հարգելի քաղաքացիներ, անկեղծ եկեք խոսենք։ 650,000 ձայն, այո, իշխանությունները չեն կարող ապահովել։ Դա կարող են անել 3 մեխանիզմի օգտագործմամբ, ցուցակների ընդարձակմամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ և ընտրակաշառքների բաժանմամբ։ Նրանք անելու են, ցուցակներն են ընդարձակելու, վարչական ռեսուրսներ են օգտագործելու, բայց շատ կասկածելի է, բայց դա մեկ այլ հարց է, վարչական ռեսուրսի մասին խոսելը։ Բայց եկեք անկեղծ լինենք, արդյոք մեր քաղաքացիները չեն մտնում ընտրական կաշառքների բաժանման մեխանիզմի մեջ։ Կասկած չունեմ, այստեղ որևէ մեկը չի վերցնում։ Այստեղ եկող, հրապարակ եկող, ցույցի մասնակցող քաղաքացին ընտրակաշառք չի վերցնում։ Պայքարող քաղաքացին չի վերցնում, արժանապատվություն ունեցող քաղաքացին չի վերցնում։ Բայց էլի մեր քաղաքացիներն են վերցնում, մեր ընկերներն են չէ վերցնում։ Ուրեմն իմ առաջին խնդրանքը հետևյալն է նաև։ Չվերցնել ընտրակաշառք, չվաճառել ձայնը, չվաճառել քվեն։ Այն քաղաքացին, որ կվաճառի քվեն 5,000-ով կամ 10,000-ով կամ 100,000-ով, նա այլևս քաղաքացի չի։ Քաղաքացու առաջի իրավունքը քվեի իրավունքն է։ Դա վաճառքի ենթակա չի, երբեք, դա պետք է հանվի մեր մտքից։ Ուրեմն հավատացեք և հետևյալին, եթե մեր քաղաքացիները վստահեն իրենց ուժին, իրենց քվեի ուժին, վստահեն շարժմանը, չմտնեն ընտրակաշառքի մեխանիզմի մեջ, դեկտեմբերի 6-ին իշխանությունը ձախողելու է։ Դուք կտեսնեք այդ ձախողումը։ Եվ երկրորդ և ավելի, նաև ոչ ավելի, շատ կարևոր մի հարց։ Ինչպես անել, որպեսզի դեկտեմբերի 6-ին արտահայտվի մեր ձայնը։ Պետք է դուրս գալ հրապարակ։ Սա էլ իմ երկրորդ պատգամն է։ Դուրս եկեք հրապարակ, լսեք ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լսեք ընդդիմադիր քաղաքացիական խմբերին, մասնակցեք հանրահավաքներին։ Այսօր այստեղ, օրեր անցնև Ազատության հրապարակում, նոյեմբերի 26-ին կլինի, դեկտեմբերի 1-ին կլինի, լսեք կոչերը ընդդիմադիր գործիչների, դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք պայքարելու։ Սա մեր երկիրն է, այլտեղ չենք գնալու։ Պետք է պայքարենք, ժողովուրդ, պետք է պայքարենք, մինչև մի օր հասնենք ինչ-որ փոփոխության, մինչև մի օր հասնենք որևէ նվաճման։
Եվ եթե ցանկանում ենք, որ դեկտեմբերի 6-ին արտահայտի մեր ձայնը, ապա մինչև դեկտեմբերի 6-ը իշխանությունները պետք է տեսնեն բազմահազար մարդկանցով լցված հրապարակներ, պետք է տեսնեն շատ մարդաշատ թատերական հրապարակ եւ պետք է տեսնեն մարդաշատ ազատության հրապարակ։ Եթե տեսնեն բազմահազար քաղաքացիներով լցված ազատության հրապարակ, ապա նրանք կհասկանան, որ դեկտեմբերի 7-ին հանդիպելու են ժողովրդի դիմադրությանը։ Եվ սա է նրանց ձեռքերը կապելու, սա է նրանց ձեռքերը կապելու։ Եվ սա իմ երկրորդ խնդրանքն էր։ Մասնակցեք հանրահավաքներին, դուրս եկեք հրապարակ։ Շնորհակալություն։